Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, մինչև որ տարիքը երեխան կարող է հաղորդվել առանց խոստովանության։ Ինչպես գիտեք, սիրելիներս, մեր եկեղեցում ընդունված սովորության համաձայն երեխան երբ որ ծնվում է, մենք նրան 8-րդ օրը արդեն մկրտում ենք, եւ նշանակում է, որ այդ երեխան 8 օրեկանում արդեն ստանում է իր առաջին սուրբ հաղորդությունը, որովհետեւ մկրտության պահից յուրաքանչյուր մարդ, ով մկրտվում է, ինքը դառնում է եկեղեցու ամբողջական անդամ եւ կարող է բոլոր արարողություններին, ծիսակատարություններին մասնակցել եւ հաղորդություն ստանալ։ Բայց տարիքի հետ մեկտեղ մարդը պետք է նաև գիտակցի, որ սուրբ հաղորդությանը մոտենալու համար անհրաժեշտ է իր մեղքերը տեսնել, խոստովանվել, նոր մոտենալ սուրբ հաղորդության։ Ուրեմն ինչ պիտի անի երեխան եւ որ տարիքից ինքն էլ պետք է մասնակցի խոստովանությանը, որպեսզի մոտենա սուրբ հաղորդության։ Կանոնագիր Քայոց ժողովածուի մեջ զետեղված են Բարսեղ Կեսարացի հայրապետի կանոնները, որտեղ Սուրբ Հայրապետը նշում է, որ մինչև 15 տարեկան երեխան կարող է առանց խոստովանության մոտենալ Սուրբ հաղորդության, որովհետև այդ ժամանակ 15 տարեկանը համարվել է մինչև չգիտակցված մեղքերի գործելու ժամանակաշրջան, որ երեխան չի գիտակցել, թե ինքը ինչ է անում։ Եվ սա վերցված է Դավիթ մարգարեի խոսքերից, որտեղ մարգարեն Սաղմոստաց գրքի մեջ ասում է. «Տեր իմ մանկության մեղքերը մի հիշիր»։ Բայց միջնադարում տեսնում ենք, որ արդեն միանգամից փոխվում է իրողությունը, հատկապես Հովհաննես վարդապետ Պլուզը Երզնկացին իր խրատ հասարակած ժողովածուի մեջ ասում է, որ 7 տարեկանից արդեն երեխան պետք է մասնակցի խոստովանության, որովհետև տարիքի հետ երեխայի ընկալումները փոխվում են, հասունանում է, երբեմն գիտակցաբար մեղքեր է գործում։ Բայց ցավոք սրտի այսօր էլ որ արդեն ժամանակաշրջանը փոխված է, համացանցը կա, մեր երեխաները մանկուց սովոր են հեռախոսի մեջ շատ բաներ տեսնել, մեղքը սովորել, սկսել են այսօր շատ սուտ խոսել, խաբել, կեղծել, որը նշանակում է երեխային մենք փոքրուց պետք է վարժեցնենք խոստովանությանը։ Մեր եկեղեցիներում շատ լավ է, մեր մայրերը իրենց զավակներին նորածին արդեն գրկած բերում են եկեղեցի, մանկուց սովորեցնում են սուրբ հաղորդության, բայց դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր երեխա իր յուրահատուկ վերաբերմունքը պետք է ունենա։ Ծնողները, եկեղեցու քահանան, կնքահայրը իրենց վստահված երեխային պետք է սովորեցնեն, որ գիտակցաբար մեղքերը հասկանալով, խոստովանվելով մոտենա սուրբ հաղորդության։ Եվ 7 տարեկանից սկսած արդեն մարդը պետք է մասնակցի խոստովանության, հատկապես ընդհանրական խոստովանության, բայց շատ լավ կլինի, որ մենք սովորեցնենք նաև ինքներս մեզ անհատական խոստովանության, նաև մեր երեխաներին, որպեսզի երեխան իմանա, որ երբ որ ինքը մեղք է գործում, սխալ է գործում եւ գիտի, որ դա Աստծո դեմ է գործված, ինքը կարողանա մոտենալ քահանային առանց վախենալու, առանց երերալու խոստովանել իր մեղքը, նոր մոտենալ սուրբ հաղորդության։ Սա գիտակցություն է պետք, որպեսզի մարդը հասկանա, որ սուրբ հաղորդությունը ամենասուրբ բանն է այս աշխարհի մեջ եւ մաքրամաքուր տեսքով պետք է մոտենալ։ Ուրեմն 7 տարեկանից սկսած այսօր արդեն այս օրենքն ընդունված քրիստոնեական բոլոր եկեղեցիներում, որ երեխան կարող է մոտենալ սուրբ հաղորդության, խոստովանությանը մասնակցելու համար։ Բայց այսօր փոխված է ժամանակներն, ինչպես ասացի, հատկապես պատանիներն ու աղջիկները արքունքի շրջանում շատ մեղքերի մեջ կարող են հայտնվել, ուրեմն պետք է որ այս գիտակցություն ունենալ, նոր մոտենալ սուրբ հաղորդություն։ Այստեղ մեծ պարտականություն է դրված թե ծնողների, թե քահանայի եւ հատկապես կնքահոր, ով խոստանում է իր սանիկին, իրեն վստահված այդ երեխաներին հավատքի, հույսի, սիրո ճանապարհով փրկության տանել դեպի Հիսուս Քրիստոս։ Եվ դրանից կարևորը հենց սուրբ հաղորդությունն է, որ հավատքով, հույսով ու սիրով մեղքերի խոստովանությամբ գիտակցաբար մոտենաց Քրիստոսի մարմնին ու արյանը, որպեսզի սուրբ հաղորդություն ստանալով մաքրվես քո մեղքերից, Սուրբ Հոգին գա բնակվի քո մեջ եւ Հայր Աստծո որդեգրության այդ շնորհից մենք չզրկվենք, այլ հակառակը Քրիստոսի հետ ժառանգակից դառնանք հավիտենական կյանքի մեջ բնակվելու համար։